Լիան դժվար չի, որ ընկերներդ արդեն համալսարանի երկրորդ կուրսում են սովորում, իսկ դու դեռ համալսարան չես գնացել։ Սկզբից կար այդ մնակության զգացումը, բայց պարբերաբար լիքը բաներ լցնելով իմ առօրյայում gap year-ից ընթացքում այս պահին ավելի զբաղված եմ, այնպես որ չէ։ Իսկ զգացել ես, որ gap year-ի ընթացքում մոլորությունը ավելի է աշխատանում, ու եթե հա, ոնց ես հաղթահարում էլի այդ անորոշության զգացումը։ Արդեն ավագ դպրոցից ես մարքեթինգով էի հետաքրքրված։ Year-ի ընթացքում ինչ-որ լրիվ ուրիշ հետաքրքրություններ առաջացան։ Սկսեցի ավելի շատ content creation-ով հետաքրքրվել, հետո ավելի կրեատիվ մասով, ու հիմա սովորում եմ ռեժիսուրա, ստատ կար այդ պահը։ Նենց մարդ եմ, որ ինձ ինչ հետաքրքրում է, ես փորձեմ հենց ինքս հրանով էլ ավելի պարզ դարձավ ինչն եմ սիրում, ինչն է ինձ ավելի դուր գալիս, ու այդ մոլորությունը ինչ-որ չափով անցավ։ Մի հարց էլ մեր հետևորդների կողմից, արդյոք դժվար չի դադարից հետո նորից մոտիվացիան վերականգնելը։ Մեր gap year-ը դադար չի, որովհետև այդ ընթացքում մոտիվացիան ավելի աշխատանում նոր բաներ ուսումնասիրելու ու սովորելու համար, որ արդեն gap year-ից հետո կողմնորոշված լինես ինչ ես ուզում անել։ Շնորհակալություն քեզ Լիան ջան։ Եթե հավանեցիր այս ֆորմատը, չմոռանաս սեղմել լայք եւ հետեւել մեր էջին, որ բաց չթողնես կրթության եւ gap year-ի մասին մեր նոր ռիլերը։